Այսօր մեզ է միացել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դե ինչ, նախընտրական վերջին շաբաթն է մեկնարկել այսօր։ Կարելի է արդեն առանձնացնել ֆավորիտների։ Ինձ թվում է հենց սկզբից այդ ֆավորիտների քարյակը հայտնի էր, ուրվագծվում էր գործող իշխանությունը եւ 3 ուժեր ընդդիմադիր դաշտում, որոնցից երկուսը շատ ավելի այսպես նկատելի ֆավորիտ, նկատի ունեմ անցողիկ իմաստով, եւ երրորդը այսպես հարաբերականության մեջ չեմ ասում, որ կսահմանափակվի հենց այդ 4-ի շրջանակում, այսինքն կարող են լինել էլի ուժեր, որ կանցնեն կամ կմոտենան, բայց հենց սկզբից այդ 4-ը ուժեղ Հայաստան դաշինք եւ Վարգավաճ Հայաստան ընդդիմադիր դաշտում եւ բնականաբար գործող իշխանություն է, դրանք անցողիկության այսպես ակնհայտ 4 ուժերն էին հենց սկզբից եւ կարծում եմ այս ընթացքում սկզբունքորեն չի փոխվել հարաբերակցությունը մյուսների համեմատ։ Սոցհարցումներն են դա վկայում։ Ես սոցհարցումներին անկեղծ ասեմ ուշադրություն այդքան էլ չեմ դարձնում, մի քանի պատճառով, գիտենք սոցիոլոգիայի ընդհանուր այսպես անվստահելի կատեգորիա լինելը ցավոք սրտի, որովհետև դա շատ լուրջ գիտություն է եւ անհրաժեշտություն քաղաքական process-ները գնահատելու համար, բայց այդ անվստահությունը, որ կա իմ գնահատմամբ, անգամ քաղաքացիների պատասխանները այդ տեսանկյունից կարող են չլինել անկեղծ, այսինքն մարդը, որ ունի հստակ կողմնորոշում, հնարավոր է սոցիոլոգիական հարցման ընթացքում բոլորովին այլ կարծիք հայտնի, հենց երևույթի հանդեպ անվստահությունից ելնելով, ես էլ չեմ խոսում այլ գործոններ, չգիտեմ, մարդիկ գուցե ինչ որ մեկը վախենա, բարձրաձայնել իր կարծիքը եւ այլն։ Այս տեսանկյունից ես կարծում եմ սոցիոլոգիական այդ հարցումները ավելի շատ ապակողմնորոշման, քան կողմնորոշման համար են։ Այլ հարց է ներողություն, որ ցանկացած ուժ իր համար ներքին օգտագործման արդեն բոլորովին այլ տրամաբանությամբ կարող է կիրառել սոցիոլոգիայի գործիքը, ես կարծում եմ անհրաժեշտաբար պետք է կիրառեն։ Հայ-ռուսական հարաբերությունները այս վերջին փուլում պետք է դիտարկել հենց նախընտրական մթնոլորտի շրջանակում, թե ավելի լայն սպեկտրում։ Կարծում եմ, թե մեկը կա, թե մյուսը, բայց ակնհայտ է, որ այս բորբոքումը նախընտրական հանգամանքով պայմանավորված է, որովհետև տեսնում ենք Հայաստանում իշխանության ձևավորման հարցում խաղադրույքները, այդ թվում աշխարհաքաղաքական բավականին բարձր են եւ աննախադեպ անմիջական այդ իմաստով եւ Ռուսաստանը հետ չի մնում, այսինքն փորձում է հետ չմնալ այդ խաղադրույքները եւ իրենց շահերի գինը սահմանելու տեսանկյունից, բայց այստեղ բավականին իհարկե հարաբերական պատկեր է, որովհետեւ տեսնում ենք օրինակ հայ-ռուսական այդ փոխհրաձգությունը, որը նաեւ ԵԱՏՄ շրջանակ տեղափոխվեց, այդ 4-ի հայտարարությունը, բայց միևնույն ժամանակ օրինակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը բաց չի թողնում Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձի առիթը հեռախոսազանգ ունենալու համար եւ ընդ որում դրա ընթացքում համաձայն Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնում Պուտինին սուր հարցերում բավականին այսպես բարեհամբույր եւ բարեհունչ վերաբերմունքի համար, առանց էմոցիաների վերաբերմունքի համար եւ շնորհակալություն է հայտնում աջակցության համար։ Բնականաբար հարց է առաջանում, թե ինչ աջակցության մասին է խոսքը։ Իմ գնահատմամբ այստեղ աջակցությունը կարող է առնվազն հետեւյալը լինել. Ռուսաստանի այս վարքագիծը թվում է, թե խնդիր է Նիկոլ Փաշինյանի համար, այսինքն ճնշում է Փաշինյանի վրա, բայց եթե դիտարկենք Հայաստանում հասարակական տրամադրությունների հարաբերակցությունը, հատկապես պատերազմից եւ դրանից հետո Ռուսաստանի հանդեպ, եւ գնահատենք նաեւ թե ինչ շեշտադրում է արել Նիկոլ Փաշինյանը սկզբից է վետ, նաեւ իր քարոզարշավում ժամանակի ընթացքում այսպես աստիճանաբար, այդտեղ Ռուսաստանի դիրքորոշումը այլ կերպ քան աջակցություն Նիկոլ Փաշինյանին շատ դժվար է գնահատել։ Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Ընդդիմության 3 առաջատար ուժերին, որոնք միանգամայն ի վիճակի են առնվազն հավաքական իմաստով շրջանցել նրան, նա մեղադրում է Ռուսաստանի գործակալ լինելու համար, Ռուսաստանի պատվերը կատարելու համար եւ հիմա երբ համադրում ենք ռուսական քաղաքականությունը այդ համատեքստում, Ռուսաստանը կարծես թե իր ամբողջ վարքագծով ասում է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում։ Այսինքն այդ բացահայտ ընդդիմությունը Փաշինյանին եւ որոշակի իմաստով հայտարարություններով իբրև թե աջակցությունը ընդդիմությանը իրենց քաղաքական խորքում եւ հանրային ընկալումներում լրիվ հակառակ էֆեկտ ունեն եւ չեմ կարծում թե Ռուսաստանում այնքան անգետ են որ չեն պատկերացնում այդ հակառակ էֆեկտը եւ բնական է Նիկոլ Փաշինյանն էլ երախտամոռություն չի անում եւ շնորհակալություն է հայտնում Մոսկվային, Պուտինին, որ իրեն այդպես աջակցում են ընդդիմության դեմ այդպիսի քարոզչություն կամ հակաքարոզչություն իրականացնելու համար։
Ինչու է Ռուսաստանը աջակցում։ Ես կարծում եմ սա այսպես անգիտությամբ կամ անտարբերությամբ չէ, որ աջակցում է, մեծ հաշվով եթե դիտարկենք, ես սրա մասին խոսում եմ վերջին 3-4 տարիներին, Նիկոլ Փաշինյանը որևէ ստրատեգիական խնդիր Ռուսաստանի առաջ չի դրել, չի առաջացրել որևէ ստրատեգիական մարտահրավեր Ռուսաստանի համար եւ ավելին Ռուսաստանի համար այս 3-4 տարիների ընթացքում Փաշինյանը նվազագույնը 3-4 տարիների ընթացքում Փաշինյանը իր ռետորաբանությամբ եւ իր քաղաքականությամբ այդ թվում ինֆորմացիոն ստեղծել է շատ արժեքավոր ալիբիներ եւ այդ տեսանկյունից զարմանալի չէ որ Ռուսաստանն էլ իր հերթին կարող է այսպես վերադարձնել դա Փաշինյանին աջակցելով նրա հակակարողջությանը ընդդիմադիր ուժերի դեմ Այսինքն Ռուսաստանի դերը խաղի մեջ լինելն է թե միջամտելը Թե մեկը թե մյուսը, այսինքն երկու դեպքում էլ անհրաժեշտ է որոշակի միջամտություն process-ներին։ Հիմա մենք տեսնում ենք միջամտությունը այդ իբրև թե սահմանափակումների, ճնշումների եւ այլնի տեսքով, բայց ես նշեցի դրա հակառակ էֆեկտը եւ մեղմ ասած հակառակ էֆեկտը առավել հավաստի եւ առավել հավանական է, քան մյուս տարբերակը եւ այստեղ նույնիսկ ինչ որ տպավորություն է ստեղծվում այդ ռուսական պաշտոնական վարքագծի եւ հետո Պուտին-Փաշինյան շփումների պարագայում, որ Պուտին-Փաշինյան շփումները ինչ որ առանձին են հայ-ռուսական հարաբերությունից եւ ունեն բոլորովին այլ օրակարգ եւ բոլորովին այլ տրամաբանություն, քան հայ-ռուսական հարաբերություն ասվածը առնվազն ներկայիս այսպես առերևույթ մակարդակում։ Գազի լծակը որոշիչ լծակ է։ Մակով։ Եթե կիրառվի անշուշտ կլինի որոշիչ։ Դե ինչի՞ չեն կիրառում։ Դե այստեղ էլ հարցեր են առաջանում, թերևս այն նկատառումով կամ այն պարագայով, որ մենք գործ ունենք առերևույթ այս լարվածության եւ չգիտեմ հակադրության ֆոնին, մենք գործ ունենք իրականում բոլորովին այլ տրամաբանությամբ հետնաբեմի հետ։ Այսինքն ռուսական տեխնացուները բնավել այն շարքից չեն, որոնց մասին տպավորությունը ստեղծվել է։ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է այդ հանգամանքը նրանց որակելով ռուսական տեխնացու, իրեն էլ որպես իբրև թե իշխանության տեխնացու կամ այսպես միակ բաստիոն։ Այդ ակնարկը անձամբ Ռուսաստանի նախագահը արեց։ Դե հենց այստեղ է հարց առաջանում։ Պուտինի ինչին էր պետք անել այդ ակնարկը, որը հնարավորություն էր տալիս Նիկոլ Փաշինյանին առավել դիպուկ թիրախավորել ընդդիմությանը։ Այսինքն Պուտինի ինչին էր պետք, եթե դիտարկենք, որ այդ ընդդիմադիր ուժերը նրա զինվորներն են, Պուտինի ինչին էր պետք այդպես հրապարակավ հանձնել իր զինվորներին։ Այստեղ առաջանում են հարցեր։ Եվ հարցեր եւ համենայն դեպս նաեւ եզրակացության հիմքեր, որ իրականում թերևս հասարակության մոտ սխալ տպավորություն է, թե որ կողմում են Պուտինի զինվորները։ Այսօր մի հայտարարություն եկավ Օվերչուկից։ Ասում է Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի։ Գազ միայն Ռուսաստանն է արտադրում աշխարհում։ Դե իհարկե Իրանը կարող է նաև գազ տալ Հայաստանին, բայց Իրանը ինքը ունի գազի խնդիր, այսինքն Իրանը այդպես մեծ ծավալի կամ համարժեք գնի այդ հնարավորությունը թերևս չունի հատկապես հիմա, երբ գիտենք Իրանը բավականին այսպես ֆինանսատնտեսական ծանրության տակ մտավ պատերազմից հետո։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականին, եթե չեմ սխալվում, Իրանը եւ Ռուսաստանը բարձր մակարդակով կնքեցին համաձայնագիր, որի համաձայն 40 միլիարդ դոլարի կարգի Գազպրոմը պետք է ներդրումներ կատարի Իրանի գազային համակարգում։ Ուզում եմ նաև հիշեցնել մեկ այլ կարևորագույն հանգամանք՝ ռուս-իրանական մեծ պայմանագիրը, ռազմավարական մեծ պայմանագիրը, որ կնքվեց 2025 թվականի հունվարի 17-ին։ Եվ այնտեղ մի շատ հետաքրքիր կետ կա անվտանգության առումով, որ կողմերը չեն անի քայլեր, որոնք աջակից են իրենց հանդեպ թշնամական տրամադրված երկրներին։ Եթե հիպոթետիկ դիտարկում ենք, որ Հայաստանը գնում է Ռուսաստանի հետ այսպես թշնամական քաղաքականության եւ այդտեղ առաջանում է գազի խնդիրը, ապա եթե Իրանը գազ մատակարարի Հայաստանին, դա կարող է դիտվել ռուս-իրանական մեծ պայմանագրի խախտում։ Սա հիպոթետիկ դիտարկում է, բայց այս հանգամանքը եւս պետք է հաշվի առնենք եւ այս օրինակը պատահաբար չեմ բերում, որովհետեւ մենք պետք է նկատենք եւ արձանագրենք, որ ռուս-իրանական այդ մեծ պայմանագրից հետո փոխվում է կամ փոփոխության ինտենսիվ ու լայն գործընթացի մեջ է հայտնվում ընդհանրապես Ռուսաստանի հայացքը Կովկասին։ Եթե, այսպես ասենք, հին աշխարհի տրամաբանության մեջ Կովկասը դիտվում էր սահմանային գիծ, այսպես սահմանային բաստիոն Ռուսաստանի համար,
Հիմա ռուս-իրանական այդ մեծ պայմանագիրը երբ որ կնքվում է եւ մենք տեսնում ենք թե Ամերիկայի պատերազմի հետևանքով կամ Իրանի համար նույնիսկ աշխարհակաղակական իմաստով արդյունքում ինչպես է փոխվում Իրանի դերը, ինչպես է ամրանում Իրանի դերը ռեգիոնալ process-ներում, Կովկասը դառնում է արդեն ռուս-իրանական համաձայնության գոտի եւ սա շատ էական փոփոխություն է բերելու նաև Ռուսաստանի քաղաքականության մեջ։ Հիմա այս ամեն ինչը նաև եթե գազի առումով պրոյեկցենք, այստեղ պարզ է դառնում, որ իսկապես մնում է Ադրբեջանի գազը, բայց Ադրբեջանն էլ այդքան գազ չունի։ Այսինքն երբ ուկրաինական ճգնաժամից հետո Եվրոպա գազ էր մատակարարում, իբրև թե ավելացրեց, այնտեղ գրեթե բացահայտ խոսվում էր, որ դրա մի զգալի մասը հնարավոր է ռուսական գազ է, որը Ադրբեջանի միջոցով փոխանցվում է։